Իդեպ մայիսի 13-ին Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչները կրակահերթեր են լսել։ Տեղացիների խոսքով կրակոցներն այնքան ուժեղ են եղել, որ լսվել են նույնիսկ Մովսեսից 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերդ քաղաքում։ Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հաստատել է կրակոցների մասին լուրերը ավանդական դարձած նախադասությամբ։ Կրակոցների նպատակային, թիրախային եւ ինտենսիվ լինելու դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Հիշեցնենք, ճիշտ նույն նախադասությամբ ՊՆ-ն հերքում էր Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ, Արավուս, Գեղարքունիքի մարզի Սոտք եւ Շորժա գյուղերի ուղղությամբ կրակոցները, իսկ հերքումներից մի քանի օր անց հրապարակում կրակոցների հետևանքով վնասված բնակելի տների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների լուսանկարներ։ Իրողությունները խեղաթյուրելը, հերքելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը ՔՊԱ-ական կառույցների գործելավոճում նոր չէ, բայց ՔՊԱ-ական Արման Եղոյանը կրակոցների մասով նոր մոտեցում է բերել։ Վերջինս հույս է հայտնել, որ ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի եւ տեղիք չի տա ադրբեջանական սադրանքներին։ Տրամաբանական հարցեր են առաջ գալիս. ինչու է ձեր իշխանության հետ խաղաղության գնացող Ադրբեջանն ամեն օր կրակում, ինչու է ՊՆ-ն ամեն կերպ փորձում թաքցնել կրակոցները եւ ինչու է ՔՊ-ի հույսը մնացել ժողովրդի ամուր նյարդերը, եթե անգամ կրակում են մարդկանց տների վրա։ Ժողովուրդը ամուր նյարդեր իհարկե ունի, բայց լավ կլինի ունենա նաեւ ամուր պաշտպանության նախարարություն, որը պարտավորված կլինի պաշտպանել քաղաքացիներին եւ նրանց ունեցվածքը թշնամու կրակոցներից։